հարցերով, խնդրեմ։ Այս տարվա հուլիսի 25-ից 30-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անց է կացվել պատանեկան աշխարհի առաջնություն մինչև 17 տարեկանները։ Աշխարհի առաջնությանը մասնակցել ենք լրիվ կազմով, թվով 10 հոգի, բոլոր քաշային կատեգորիաներում, քաշերում, մարզիչներով լրիվ մարզչական կազմով։ Ինչ վերաբերվում է նախապատրաստական աշխատանքներից, պատրաստվել ենք համ Եվրոպայի առաջնությանը, համ աշխարհի առաջնությանը, որտեղ ուզում եմ մի փոքրիկ նշել, Եվրոպայի առաջնությանը 10 քաշային կատեգորիայում նվաճել են 7 մեդալ, որից 2 ոսկի, արծաթե եւ բրոնզե մեդալներ։ Բայց մեր թիմում եղավ փոփոխություններ, որտեղ պատանիների մոտ քաշային կատեգորիաներում եղավ փոխներ եւ մի քանի քաշային կատեգորիայում մենք փոխեցինք մեր սաստավը, հավաքականի կազմը փոխեցինք, ավելի տվեցին գոտեմարտներ եւ ավելի փորձվածներին ընտրեցինք այդ պահին։ Պատրաստվեցինք ուսումնամարզական հավաքներ ենք անցկացրել Դիլիջանում, քանի որ Եվրոպայի առաջնությանն էլ է Դիլիջանում արի հավաքները եւ լավ էինք մասնակցել, որոշեցինք այդ տրադիցիան շարունակել եւ լավ նախապատրաստվեցինք Դիլիջանի համալիր մարզադպրոցում, շատ լավ պայմաններ էր, բնական է սնունդը բանը շատ գոհ ենք այդ պայմաններից, ինձ թվում է դրա համար արդյունքն էլ լավ է ստացվել։ Ընդհանուր առմամբ բոլորդ գիտեք 2015 թվականներից վերջին անգամ Բաքվում կայացել է խաղեր, եվրոպական խաղեր։ Այդ խաղերի ժամանակ ունեցել ենք մրցանակակիրներ, բայց այսքան ժամանակ Բաքվում ոչ մի սպորտային դելեգացիա չէր գնացել, որ ասենք մասնակցեն ինչ-որ պատճառներով եւ այլն։ Որոշեցինք մասնակցել, որտեղ անդադ այդ հարցը քննարկվում է, մասնակցենք թե չենք մասնակցի Բաքվում, մենք կողմ ենք եղել միշտ մասնակցելու, բայց երաշխիքներ էր պետք, որ մեզ, ասենք, Բաքվում լավ նայեն, ուշադիր լինեն մեր նկատմամբ, չլինի տարբեր առիթի բնույթի բաներ, որտեղ միջև գնալ ասում են, սենց կլինի, գոռան, սենց կանեն, նես կանեն, բաները, երկրպագունները կարող է իրաց լավ չպեն, բայց վեր սպասելիքների լրիվ հակառակն եղավ։ Ինչ վերաբերում է թիմի մեդալներին, նշենք ոսկե մեդալը Ջանես Նազարյանի, ոնց որ ասեցի, այդքան տարիների ընթացքում առաջի անգամ հիմնը հնչեց այդ մոնենտը մեծ պալատի, դա շատ հուզիչ էր, շատ ոգևորիչ էր, որ կարողացանք, մենք ասում ենք երևի չթողնեն դաժե, բայց այնց ստացվեց, որ պրոբլեմ չեղավ Ջանեսի հետ կապված, մրցավարության հետ, մնացած հարցերի հետ կապված ինքը ոնց պատրաստ էր անցյալ տարվա եւ աշխարհի առաջնության հաջողությունը կրկնել Բաքվում։ Եվ ինքը ապացուցեց իր գոտեմարտերով, իր մոտեցումներով, իր ամեն ինչով, իր մարզիչի կողքներ վերցրել ենք ընկերգորի մարզիչի այդ կանգնած էր, իրար հետ մարզվել են, իրար հետ նախապատրաստվել են յուրաքանչյուր գոտեմարտին, յուրահատուկ ձևով եւ արդյունքը եղավ, որ մեր Ջանես Նազարյանը նվաճեց այդ 10 ոսկի մեդալներից մեկը եկավ Հայաստան։ Յանքել են շատ տենց, բան որ իսկ Ադրբեջանի թիմը ունեցավ մի քանի մեդալ ավել, ասենք 5 մեդալ, բայց ոսկե մեդալ չունեցան։ Յանք շատ տխրեցին այդ պայմանը, ասենք որ ոսկե մեդալները բաժանվեցին աշխարհում մեկ, Ամերիկայից բռնած, ամենտեղ բաժանվեց, բայց իրանց մոտ, իրանց հարկի տակ յանք չկարացան ոսկի մեդալ նվաճել։ Իրենց համար շատ բանզոր էր, այսպես ասել։ Յանք շատ էին ուզում բան անել, բայց չստացվեց։ Չստացվեց, որովհետև նորից կրկնեմ մրցավարությունը շատ բարձր մակարդակի էր։ Մեզ էլ է շատ հետաքրքիր, ինչի չստացվեց, ուզենային կարող անել, այտենց մրցավարական խատախություններ բան անեն, բայց չարեցին ոչ մի բան, ուղիղ գնացին մաքուր մրցավարության, փոքրիկ են, մանր բաներ, հիմնական մրցավարությունը լավ է եղել։
Իսկ ինչ վերաբերում է մեր բրոնզե մեդալակիրներին, Արարատը մեր Ավետիսյան 3-րդ բրոնզե մեդալն է վերցնում միջազգային հարթակներում, անցյալ տարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը, ավելի թեթև քաշում, այս տարի քաշային կատեգորիան փոխել է, 48 կիլոգրամում հանդես գալի, Եվրոպայի առաջնությանը նորից բրոնզե մեդալ է նվաճել։ Այստեղ շատ լավ գոտեմարտեր Արարատը անցկացրեց, քաշային կարգում ընկել էր միջին ասիական պատգրուպը, այսպես ասած, Կազախստան, Ուզբեկիստան, այդ քաշային կարգերում իրանք ճարպիկ են արագ են։ Մենակ մի գոտեմարտու շատ մինիմալ 3-1 էր, չէ՞ Արարատ։ 3-1 հաշվով, այսինքն մի գլորման հետ կապված, բայց ինքը ակտիվ էր, լավ էր, բայց ստացվեց, որ 3-1 հաշվով պարտվեց, մինիմալն էլի դա 3-1-ը, եւ նվաճեց բրոնզե մեդալի պայքարում էլ շատ իան լավ դրսևորեց, հունգարացուն 8-0 արեց, 9-0, ասիկ չզգաց նազե, որ ինքը էլ դա ինչ-որ գոտեմարտի, շատ արագ հաղթեց, առավելությունը շատ մեծ էր Արարատի։ Իսկ Հարությունյան Գևորգը մեր հանդես էր գալ 51 կիլոգրամ քաշային կատեգորիայում, Գևորգը առաջի անգամ հանդես գալի աշխարհի առաջնությունում, ոչ միտեղ չի մասնակցել միջազգային մրցաշարերի, բայց այն մարզիկը, որը մասնակցում էր Նարեկ Ալեյանը Եվրոպայի առաջնությանը վատ էր մասնակցել, տվին գոտեմարտ, մրցակցային գոտեմարտ, Գևորգը հաղթեց գոտեմարտում, այսինքն դրություն է եղել, Գևորգը հաղթեց եւ իան վերցրեցինք աշխարհի առաջնության, առաջի անգամ սենց եւ իան լավ դրսեւորեց, ասեմ, լավ գոտեմարտեր անցկացրեց, ադրբեջանցի ըմբիշի հետ առաջի գոտեմարտն է, չէ, առաջի գոտեմարտը, որը ֆինալում տարվա մյուսին, բայց ինքը լավ կպավեց, 4 հաշվով տարվեց, բայց շատ լավ անցկացրեց գոտեմարտը, շանսեր ուներ հաղթելու, շանսեր ուներ, ընդեր ոտքը մի քիչ դուրս էր, ներս էր մրցավարական բան չկար, որ ասեմ, որովհետեւ ներկա պայմաններում, ներկա մրցակցային բանում, որտեղ հարցրել ենք մրցավարներին, մրցավար ունենք, այնտեղ մեր Հայաստանը ներկայացնում էր մրցավար եւ մեր գորը մրցավարը նստեցինք, քննարկեցինք, նայեցինք այդ վիդեոները, բան ինչի ասենց, ինչի ոտքը դուրս տրեց, այնտեղ սա սպորտի մոմենտներ կար, որտեղ մեր մարզիկ, ասինքն ոնց որ ասեցի, անփորձության մոմենտով է դա արել, ինչ-որ միտումնավոր չէ, անփորձ է եղել, թե չէ ինքը թելադրում էր գոտեմարտը, այդ ադրբեջանցուն մարզիկին կարող էր հաղթել, չեմ էլ կասկածում կարող էր, բայց փորձի պակասը, որ ինքը ասենք առաջի անգամ մասնակցում, երևի հուզվեց, բան արեց, այդտեղ չհասկացավ ինչ կատարվեց։ Մյուս գոտեմարտում մեր Գևորգը հաղթեց Կազախստանի ներկայացուցիչին, որը անցյալ տարվա աշխարհի չեմպիոնն էր։ Եվ աշխարհի չեմպիոններ, եւ շատ մեծ մրցաշարերի, ես ճանաչում եմ այդ տղային, Կազախին, ինքը բոլոր տեղերը հաղթել է։ Բայց այս անգամ մեր Գևորգը ոնց տեսակ երևի գոտեմարտը կա, լավ հնարքներ օգտագործեց, ամպլիտուդայով միջև վերջ պայքարեց եւ վերջում 7-6 ժամացույցը կանգնեց եւ Գևորգը հաղթեց դժվարի գոտեմարտում։ Չեմ ասում։ Գևորգի ես ծաղիկ այսպես էս հոդի ես խախտում ունի նկարել են պետք է այտենց խախտված ցավում ես առասրինք բանարինք այնքան կամքից ուժեղ տղա է Գևորգը մեր, որ ոչ մի բանի չնայեց եւ այդ գոտեմարտը երրորդ տեղի համար երևի տեսել եք հավասար պայքարեր, ինքը առաջ էր միավորներով, բայց վերջի պահին մնացել էր 3 վայրկյան, հակառակորդը հնարք կատարեց, բայց ժամանակը սպառվել էր եւ այդտեղ ասոր ասած մեկ միավորով նորից Գևորգը հաղթեց։ Հիմա ոնց առողջական վիճակը։ Ուսումնասիրել մի հատ կատարվի ուսումնասիրություն, տեսնեն ինչա եւ դրա համապատասխան օգտագործեն այդ բանը։ Հասկացա։ Մի հատ 10 մասնակցող ներկայացել ենք, ունենք 3 մեդալ։ Այս արդյունքից գոհ եք։ Արդյունքից իհարկե սպասելիքներ կային։ Մենք ունենք 80 կիլոգրամում Հովեյան Վահեն, Եվրոպայի չեմպիոն այս տարվա,
բայց ինքը գրավեց 6-7-րդ տեղը տենց գոհ չեմ, այսպես ասած, իրարի սպասում ենք ավելին, բայց ինքը բավարարվեց այն տղայի, որ հաղթել էր Եվրոպայի առաջնությանը, Լիտվայի ներկայացուցիչին, ոստեղ չստացվեց գոտեմարտը, ինչ-որ մի բաղ խանգարում էր յան, չստացվեց, իտոգում ինքը դուրս մնաց այդ տղեն եկավ յատեղը, այսինքն տեղ մեդալ կարող ենք ունենալ, մենք պլանավորել ենք, որ 80 կիլոգրամ քաշում մենք ունենանք մեդալներից մեկը, և 55 կիլոգրամ քաշում Եղազարյան Գեղամը նույնպես պարտվեց երկրորդ գոտեմարտում, անհասկանալի ձևով կարող էր նորից մեդալ նվաճել, նորից Եվրոպայում հաղթել, այդ պատանեկան սպորտ է, դրա համար սենց վերուվարելնում այլ է, ստաբիլ չի, կայուն չի յանց ըմբշամարտը, մեկին հաղթում են մի ամիս առաջ, մեկը տեսնում ես մի ամիս հետո նույն ըմբիշի հետ ուրիշ գոտեմարտ են անում, առանց հասկանալ, որտև գոտեմարտի տևողությունը 4 րոպե է, չեն էլ հասցնում, շատ պատանեկան սպորտում 4 րոպե գոտեմարտում։ Ճշտում եմ, ներողություն, Գևորգը վնասվածք ստացավ ադրբեջանցու հետ գոտեմարտի ընթացքում։ Առաջի գոտեմարտից, բայց մենք չենք պատկերացնում, որ տենց գոտերվի կամ բան։ Տենց վնասվածքով շարունակել եք զգացվել։ Հա, այնքան էլ է ցանկությունը մեծ կպնելու, ասում էր ցավում է, բայց որ դուց իմանաք ցավում է ինչ պատճառներով է ինքը այդ բանները։ Պոտենցիալ։ Որքան էլ որ պնդենք, որ լավ են դիմավորել մեզ եւ այլն, հոգեբանական ճնշում ամեն դեպքում իրենց բարձիկները կունենան, որովհետեւ եթե դա անցկացվել է Փարիզում կամ Մոսկվայում, գուցե ավելի ազատ մտցեին, ավելի անկաշկան եւ ավելի բարձր մեդալների հնարավորություն ունեն։ Գևորգի դեպքում մենք տեսանք նաեւ որ մրցավարների պատճառով ձեռքներ համեցին, ոչ թե մենք ենք քննարկել, այլ սոցիալական շամարտի գիտակները, որոնք ասում են, որ մրցավարները ամեն դեպքում արդարշեր են, եւ դուք ասացիք, որ այնտեղ շատ լավ են դիմավորել, բայց մենք դրոշը բարձրացնելիս տեսանք, թե ինչպես են աղմում բարձրացնում եւ աղմարում։ Այս մասին Ուրեք ինչ հետ գոտեմարտի Գևորգի, ես ասում, Գևորգը մի քիչ անփորձ տղա է, այդտեղ սիտուացիաներ կան, որտեղ ինքը իրոք կարող է անել, բայց ասենք այդ աժոտաժի մեջ այդ հակահնարքների դեպքում կանոնադրության համաձայն հակառակորդի, երբ որ դու հակառակորդին հակահնարք ես կատարում, հակառակորդի թիակներն լեն գորգի մեջ։ Գևորգի դեպքում, երբ որ հակառակորդը կատարեց հնար կրսկի վրայից, Գևորգը ամբողջ մարմնով դուրս եկավ, դուրս քայլեց, նոր հակառակորդին իջացրեց գորգի վրա։ Իսկ մրցակցության հակառակորդը պետք է լիներ թիակներով գորգի մեջ եւ ոտքը գորգից դուրս տներ ոչինչ, բայց հակառակորդը լիներ գորգի մեջ։ Այս դեպքում հակառակորդը կատարեց գցում, Գևորգը հակառակորդի հետ թռավ դուրս եւ այնտեղ կանգնեցրեց հակառակորդին։ Այդ դեպքում միավոր չի տրվում։ Այդ մենակ այդ սիտուացիան է եղել երկու դեպքում։ Այդ դեպքում միավոր չի տրվում, քանի որ նորից եմ ասում, մեր Ջամնեսի մարզիչը եւ միջազգային կատեգորիայի մրցավարը, այդտեղ մենք ուզում ենք խառնում ենք բան, ասեց եկել գայք, այս դեպքում սենց է, այս դեպքում սենց է, այդտեղ միավոր չեն կարա տայր իրանք, ոչ թե ինչ-որ կոնկրետնի բան։ Ինչ վերաբերում է դիմավորելու բանը, քանի որ մենք մրցումներից մեկնելուց առաջ պահանջել ենք երաշխիքներ անվտանգության, իրանք անվտանգությունը պահեցին շատ ուժեղ ձևով։ Այսինքն իրաց խոսքի տեր եղան։ Մեր գլխին կայնած էր, մեր հարգում կանգնած էին, որ ինչ-որ չուժոյ մարդ, օտար մարդ չգա մեր հարգում, երկու հարկ մեր զբաղեցնում ենք, իրանք ասում, ուր ես գնում, ասում են վերև, վсё, բայց իրիկուները կայնում են, որ մարդ չմտնի մեզ մոտ։ Չէ, ես խոսքը երկրպագուների մարդ։ Չէ, իրանք մեզ բալետ անելու համար չեմ ասում, ասենք, այդ մեր շրջապատը, այդ մեր ախրանա կոչվածը, որ մեզ նայում էին, մեզ հետևում էին, աշկի լուսի պես որ մի հատ մարդ չեն գնի, վախ չգիտեմ ինչի, շատ բայրած կամ, շատ դրական մեր տղոյք հետ խոսում են, դաժե բալետ էին անում, չէ, հիշում ես Ժանես ջան, այդ իսկ հովշի մակարդակով ոնց որ իրանք տենց, ոնց ասեմ, խելոք իրանց պայեցին, մենք սպասում ենք, որ կարող է դաժե մեկը շիշտ նետեն, կամ բարձր
ուրիշ բաներ ասեն մեր հասցեին, հայերի ասեն, ես անձամբ ինչ չեմ լսել այդ բանը։ Եղավ ֆուլոստեր եղավ, ասենք այդ հիմնի ժամանակ ճիշտ եք ասում, այնպես ստացվեց 71 կիլոգրամ քաշը եւ 92 կիլոգրամ քաշը իրար հետևից կպան պարգևատրում չեղավ։ Հետո էլ պարգևատրել, որ մրցումները բրտան շատ հանդիսատեսներ դուրս եկան զարից, գիտեմ որ մրցումները բրծավ։ Մնացել ենք հիմնական մասնակիցները, ժուրնալիստները եւ բարեշչիկները եւ մասնակիցները։ Եվ այդ զուլոստերը մի քանի հոգի մենք ստեղ ենք կանգնած, աշխողում ձախ կողմի վրա 7-8 անչափահաս երեխեք են սկսեցին սուլել բան անել։ Բայց օբշի զալեից սուլել, ես եմ ինչ անել, իրաց ակուրատնի են բայ իրանք շատ ասել։ Մենք սպասում ենք սենց բան Արմենի, Նայմանիզս բաներ ասեն, չասեցին բանով։ Եկեք տղաներին էլ լսենք, խնդրեմ, քանի որ բարձրախոսներն են կողմի վրա, միանգամից դուք սկսեք, հետո կտեղափոխենք Ջանեսի մոտ։ Ձեր գոտեմարներին անդրադարձեք, որը տպավորվեց, ինչը կառանձնացնեք, սպասում եք այս արդյունքներին։ Եթե կարելի այս բարձրախոսներն տեղաշարժենք։ Ես շատ տպավորված եմ իմ ադրբեջանցի մարզիկի հետ գոտեմարտից, ավելին կարող է, բայց ձեռքիս վնասվածքը, այսպես ասած, շատ բաներ թույլ տվեց էլի, որ կարողանամ մինչև վերջ առաջ գնամ։ Գոհ եմ նաև Կազախստանի ներկայացուցիչից, որ հետը գոտեմարտել եմ, այդ երկու գոտեմարտներն են իմ համար էլ ամենադժվարները։ Մնացածը հեշտ են եղել։ Իսկ ձեռքի վնասվածքը։ Ձեռքի վնասվածքից դեռս բան չեմ կարող ասեմ։ Հիմա ո՞նց ես զգում։ Լավ, շատ լավ։ Գյուղեն գիտեի, որ ցավում է հետևաբար ինչ-որ տեղը վնասել է սա արմունքի հատվածում, բայց շարունակեցի հետո գոտեմարտեր անցկացնել ու նաև բրոնզեի եզրափակիչում հաջողեցի մի փոքր կտրխոսես քո կամային որակների մասին, որքանով էի հաղթարում այդ ցավը եւ այն, որ առաջին գոտեմարտում պարտվել էր եւ կարողացար վերադառնալու բրոնզե մեդալ վաճառել։ Ես որ պարտվեցի, իմ սրտի խորքում շատ ուժեղ ցավ զգացի, հետո հասկացա, որ կարամ բրոնզե մեդալ վաստակեմ ու գնացի միջև վերջ։ Ձեռքից ցավին այդ ժամանակ էլ չեմ նայել։ Միանգամից ուզեցել եմ, այսպես իմ լեզվով ասեմ, ուզեցել եմ կպնեմ իմ գործին, որ բրոնզե մեդալ վաստակեմ։ Խնդրեմ Արմեն ջան, այս մյուս բարձրախոսները կտեղաշարժեք։ Կառանձնացնեի երրորդ գոտեմարտը Կազախ ըմբիշի հետ, որ հավասար պայքար էր ընտանում, բայց չկարողացա հաղթել նրան։ Նաև կառանձնացնեմ վերջի գոտեմարտը, որ ժամանակից շուտ ավարտվեց։ Ընդհանուր լարվածություն կար, բայց շատ քիչ էր։ Գոհ եմ արդյունքից, որ կարողացա գոնե նվաճել երրորդ մրցանակը տեղը, բայց կցանկանայի, որ առաջի տեղը գրավեի։ Արդ ու առաջին ըմբիշների, որ քո պատմությունը բարձրացավ այստեղ, դրոշ ինչ զգացողություններ ունես դա պատճառոտման արարողության ժամանակ։ Հպարտություն էի զգում, որ այդ վայրում մեր դրոշը բարձրացավ։ Շատ լավ։ Խնդրեմ Ջանեսին փոխանցեք, եթե կարելի է բարձրախոսները տեղաշարժեք։ Շնորհակալ եմ փոս տրամադրելու համար։ Նշեմ, որ ամեն բան լավ էր, լավացություն կար, բայց ոչ թե նրանց, որ թշնամի երկիր էր եւ այլն, այլ պատասխանատվության զգացում էր։ Փառք Աստծո, գոտեմարտերից գոհ եմ, մարզիչների հետ լավ աշխատանք ենք տարել, որը սխալներ կային, բայց փառք Աստծո, որ այդ սխալները չազդեցին իմ ընդհանուր արդյունքի վրա։ Ընդհանուր մրցելույթս լավ կգնահատեմ, կարծում եմ մարզիչներն են նույն կարծիքի։ Իսկ ինչ գոտեմարտ կառանձնացնես։ Քո հաղթանակի ցուցանիշները որ նայում եք 8-0, 9-0, 8-0։ Դե այդ
մարզիչների նաև աշխատանքի արդյունքն է, քանի որ ես հիմա կանրադառնամ դրան։ Քանի որ մարզիչներն են ինձ ասում եւ ուղղություն ցույց տալիս ինչ անեմ, որպեսզի նման արդյունք ցույց տամ, բայց եզրափակիչը կարողացնեմ նրանով, քանի որ ամեն ինչ չգնաց այն մեր գծած պլանով, որով որ պետք է շարժվեինք, քանի որ սխալներ թույլ տվեցի, բայց փառք Աստծո մարզիչների հանգստության եւ հուշումների շնորհիվ կարողացա ետ բերեմ իմ հաղթանակը եւ հասնեմ լավ արդյունքի։ Սա քո երկրորդ ոսկե մեդալն է։ Այո։ Սովորաբար մարզիկները նշում են, որ ավելի հեշտ է արդյունքի հասնելը հաղթելը, քան այդ հաղթանակը պահելը։ Այս մրցաշարում այդ դժվարությունը զգացել ես։ Միանշանակ ճիշտ են բոլորը ասում։ Իհարկե ավելի դժվար է նույն մակարդակին մնալը, քանի որ եթե անցյալ տարի մի քանի հոգի էին աշխատում ինձ վրա, այս տարի բոլորն էին աշխատում ինձ հաղթելու համար։ Այդ դեպքում ես ավելի պետք է լավ աշխատեի ու այս տարի այդպես էլ արեցինք մարզիչների հետ միասին, փորձեցինք ավելի լավ պատրաստվել, այսինքն մի հաղթանակի տարբերակի փոխարեն մի քանի տարբերակ մշակել, որ եթե մի կողմով աշխատեն ինձ վրա, ես մյուս կողմով կարողանամ հաղթանակ տանել։ Ընդհանուր ավելի դժվար էր նրանով, որ պետք է ավելի լավ ուսումնասիրեի եւ ավելի շատ ջանք թափեի, բայց քանի որ մինչեւ մրցելույթներս լավ էի պատրաստվել, կարծում եմ մրցույթին այդքան էլ բարդ չէր։ Մինչև եզրափակիչը ջանս բոլորի հաղթում էր առանց միավորներ տալու, բայց եզրափակիչի մեկնարկը այդքան էլ լավ չդասավորեց քեզ համար։ Այդ փուլում որքանով էր բարդ քեզ համար վերադառնալը եւ այդ երկու միավորոնոց գրողը կատարելը մցածին կառավարելը եւ ինչ է քեզ այդ բանի մոտիվացրեց, հատեցրեց, որ վերադառնաս փոխում։ Դե քանի որ գոտե մարդը եզրափակչում էր, եզրափակչում դե բարձ է լավացությունը եւ պատասխանատվությունը շատ է, քանի որ դու եւ մրցակիցը դուրս եք եկել այդ մրցելույթին միայն հաղթելու համար։ Մրցակիցս ուժեղ էր, զգալի տղա էր, ես եւս սխալներ թույլ տվեցի, սկզբում որ միավոր տվեցի, ինձ մարզիչները ավելի շատ օգնեցին հանգստացնելով ինձ, այսինքն որ ես չխառնեմ եւ այդ խառնված ֆոնի վրա ավելի վատ մրցելույթ ցույց չտամ, մարզիչները ավելի շատ օգնեցին եւ ես էլ այն փաստից որ լավ եմ աշխատել մինչեւ այդտեղ հասնելը, այսինքն պարապմունքները եւ հավաքներին լավ ենք աշխատել, վստահ որ հնարավորություն ունեմ ետ բերելու, չխառնվեց իրար եւ փառքաստու կարողացա մոտիվանամ եւ հետ վերադառնամ։ Եզրափակչում եւ հաղթեցի, հաղթական շրջանավոր կատարեցի դրոշով սուլում էին այդ ընթացքում, ինչ ապրումներ են ունեցել եւ առանց պարգևատրման հնարավորությունը ինչ էմոցիաներ տվեց քեզ։ Ինչ վերաբերում է սուլոսներին եւ ձայներին, այդ բան հավատացեք դրանք այդքան էլ չեն հետաքրքրում, որովհետեւ այնքան կարեւոր չի իմ համար սուլիչներն ու ձայները, քան իմ այդ բայ վայելելը, քանի որ այդ բա ամեն անգամ չի որ կարաս վայելես։ Այդքան էլ ուշադրություն չեմ դարձրել դրան, իսկ ինչ վերաբերում է դրոշով քայլելուն եւ այլն, ուղղակի հպարտություն եւ հուզմունք էր դա, որ կարողացա հասնել դրան, մի քիչ շատ սկզբում միջև այդ մասին իմանալը թե որտեղ է լինելու, ինչ մրցում է լինելու, քիչ հավատալի էր, բայց հեռու էր թվում, բայց փառք Աստծո կարողացա հասնել դրան։ Պարոն Խաչատրյան, եթե մի բան մոռանանք թե որտեղ են հասկացում մրցաշարը, մրցումը բնականաբար կա որոշակի լարվածություն, այդ աղոթքներ կան, բայց եթե զուտ մարզական տեսանկյունից նայենք, զուտ սպորտային տեսանկյունից, ինչ արդյունք էր Ջանեսի չեմպիոնությունը տղաների բրոնզե մեդալների համար, ինչ նշաձող եք սահմանել եւ որքանով ընդհանուր հավաքականը արդարացրեց ձեր սպասելիքները։ Ոնց ասեցի, Եվրոպայի առաջնությանը շատ լավ ենք հանդես եկել, թող 7 մեդալ ենք վերցրել եւ թիմային առաջնությունում գրավել են երկրորդ տեղը,
լավ տրամադրված ենք, որ աշխարհի առաջնությունն էլ պետք է լավ մասնակցենք, բայց մեր փորձը ցույց էր տալի, որ Եվրոպայից հետո աշխարհի առաջնությանը կոնկուրենցիան մեծանում է, աշխարհի թիմերն են գալի, որոնք լավ նախապատրաստված, եթե Եվրոպայում ունենք 5 հիմնական հակառակորդ, աշխարհի առաջնությանը 10-ից ավելի հակառակորդներ ունենք, որտեղ վիճակալությունով հակառակորդները ծրվում են եւ շատ ծանր գոտեմարտեր տանես, ոնց որ նշեցին Ղազախստան, Ուզբեկստանը չեմպիոն թիմերի հետ, որտեղ չեմպիոններ են պատրաստվում, մեր հիմնական Ռուսաստանի Դաշնություն հիմնական հակառակորդներն են։ Բնական է, սպասելիքներ կային, ոնց որ նշեցի, այս 3 մեդալը մեր համար սահմանագիր չէր, ակնկալում ենք մեդալներ, միշտ մեր 7-7-ի հավաքականը միշտ լավ է հանդես գալի, ես մարզումների տեղերում լավ են աշխատում, ասեմ, որ մեր կողքին էին, նույն սենյակում քնում ենք, մեր ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ֆեդերացիայի քարտուղար Արայիկ Բաղդադյանը, նույն հարկի տակ ենք ապրել, իրանց առաջարկեցին Մարիոտ, ինչ հյուրանոց նրանք հրաժարվեցին, ասեն ոչ մենք մեր թիմի կողքին լինենք, եւ սկզբից մինչեւ վերջ, թե դալիճում, թե հյուրանոցում կամ առօրյականքում իրանց աջակցությունն ենք զգացել մեր ֆեդերացիայի, մեր կողքին են եղել ու շատ են օգնել մեզ իրանց խորհուրդներով, իրանց ամեն ինչի հետ փորձով։ Իսկ ընդհանուր առմամբ գոհ եմ տղաներից, ասեմ, որ գոհ եմ, ինչի որովհետև որտեղ ենք մասնակցում, որ երկրում, այնտեղից մենք պլանավորել ենք մեդալ, իհարկե ասեցի մի քանիսը կարող էին ավելի լավ հանդես գալ, բայց ունենք են ինչ ունենք։ Ու շատ ուրախ եմ, հպարտ եմ, հիացած եմ Ջանեսով, որ ինքը կարողացավ կրկնել իր աշխարհի անցյալ տարվա արդյունքը, Եվրոպան կրեց, աշխարհը կրեց եւ եթե ստատիստիկայով նայենք, մենք 2 հատ աշխարհի իրար հետևից չունենք։ Մեր պատմության մեջ ունեցել ենք աշխարհի չեմպիոն, բայց 2 անգամ կրկնել ինքն այսօր այդ հաջողությունը։ Այո, միջև 10 ունենք աշխարհի չեմպիոններ, բայց որ իրար հետևից այս տարի եւ հաջորդ տարի դառնում է չեմպիոն, չունենք այդ բանը եւ ինքը ոնց ասած այս տարի Ջանեսի վերջի տարին է, որ U17 էր գտնում, եկող տարվանից ինքը տեղափոխել է U20-ի երիտասարդների հավաքական, այսինքն մեծ տրամադրությամբ, լավ արդյունքով մի քայլ առաջագնով շարունակելու իր սպորտային կենսագրությունը։ Շատ լավ, շնորհակալ եմ, խնդրեմ։ Արցախը արդեն 3-րդ մեդալն էր միջազգային համակարգում, եթե ճիշտ լսեցի, 3-րդ բրոնզե մեդալը։ Ինչ դասեր տվեց այս մրցաշարը եւ ինչքանով քեզ մոտիվացրեց նաեւ այս մեդալը հաջորդ մրցաշարերում ավելի անելու եւ մեդալի գինը փոխելու համար։ Պետք է ավելի լավ պատրաստվենք, սխալների վրա աշխատենք, շատ պարապենք, պետք է հավաքված գոտեմարտեր անեմ, մի քիչ լավ չմասնակցեցի, որովհետև բաց էի գտնում եւ տեղեր կային, սխալներ կային, պետք է այդ սխալները ուղղել եւ շարժվել առաջ։ Շնորհակալություն եւ առաջիկա անելիքների մասին, պարոն Խաչատրյան, առաջիկա անելիքների մասին, քանի որ նշեցի, շամարտիկները, քանի որ իրանք աճող տղաներ են, պատանիներ են, հələ քաշային կատեգորիաները փոխում են։ Ժամանակին կարողանանք քաշելը կարգավորել տղաների, որտեղ գիտեք, քաշ գցելը, որ ասում են բարբայի մեջ, քաշ գցողներ էլ ունեինք։ Ուզում ենք կարգավորենք այդ հարցը, ֆեդերացիայի հետ զրուցել ենք, ասել ենք մեր ֆեդերացիան համաձայնվել է, որ բոլոր Եվրոպայի առաջնություններից հետո հասկացնենք ընտրական մրցաշար, որպեսզի աշխարհի առաջնությանը ավելի, եթե մարզիկը քաշը փոխել է, հնարավորություն տանք մյուս քաշում ինքը կարողանա մասնակցի, կոնկուրենցիա լինի, որ ինքը ապացուցի, եթե տվյալ քաշում է քաշը տեղափոխվել է, դուրս չմնա երեխեն, այսինքն դին ընտրական մրցաշար հասկացնենք եւ այդտեղ ատմորը ոնց են ընտրենք, լավագույնները գնան աշխարհի առաջնությանը։ Առաջիկա անելիքների մասին
ունենք միջազգային մրցաշարեր Ռուսաստանի Դաշնությունում, հոկտեմբերին Էստոնիայում ունենք միջազգային մրցաշար, այդպես լավ մրցումներ կան, որոնց ընթացքում պետք է ապկատ կամ ոնց են ասենք տղաները մասնակցեն, ովքեր մնացել են պատանյականի 2010 թվերը եկող տարի դեռ պատանի են, 17 են, նրանց հետ նորից աշխատանք տարվի եւ հույսով եմ եկող տարի ավելի լավ մասնակցել։ Շնորհակալություն հանգամանալից ներկայացնելու համար, ձեր գործերի հաջողություն հավատում։ Մեծ շնորհակալություն։